Ուզում եմ նաև ասել, այո, ես հասկանում եմ մի վիճակագրություն էլ ասեմ, որը էլի ասել եմ, նորություն չի։ 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով մենք բյուջեի եկամտային մասը 25 թվականի 2018 թվականի համեմատ ավելացրել ենք 781 միլիարդ դրամով կամ 136%-ով։ Այսինքն սա ինչ է նշանակում, որտեղ այս տոկոսներն էլ երբեմն լավ չի ընկալվում։ Սա նշանակում է, որ 2018 թվականի առաջին կիսամյակի բյուջեի կողքը եկամուտների մի հատ էլ նույն չափով եկամուտներ են ձևավորվել, այսինքն մի հատ էս բաժակը կար 2018 թվին, մի հատ էլ սրա նման բաժակ կողքը նույն ձևի հայտնվել է, պլյուս 36%։ Ինչ? Արաղ, ինչի արաղի հենց։ Շատ լավ, համաձայն եմ։ Այսինքն ես նկատի ունեմ այս process-ը գնում է, բայց էլի եմ ասում, սա կառավարության ջանքն է, ոչ միայն։ Ես կրկին ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն տնտեսվարողներին, ինչպես ասում եմ, աշխատող արդյունք ստեղծող եւ հարկերը վճարող մեր բոլոր տնտեսվարողներին։ Ես հիմա ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն քաղաքացիներին, ովքեր կապ չունի 10 դրամի, թե 10,000 դրամի, թե 110,000 դրամի առևտուր են անում, առանց ՀԴՄ կտրոնի խանութից դուրս չեն գալիս։ Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այդ քաղաքացիներին։ Բայց ես նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել հատուկ պետական բոլոր եւ համայնքային այն ծառայողներին, ովքեր իրենց գործունեությամբ ամենօրյա աշխատանքով ջանք են ներդնում ստվերային տնտեսությունը կրճատելու եւ պատշաճ հարկային հավաքագրումները ապահովելու համար։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։